ալո։ Մագդա ես եմ։ Խնդրում եմ չանջատես, խնդրում եմ քեզ։ Հեռախոս եմ խնդրել, որ զանգեմ։ Եթե անջատես, էլ չեմ կարողանալու զանգեմ։ Լուրջ քեզ թվում է, որ ես քեզ լսելու եմ։ Մագդա ես։ Դու ուղակի հասարակ խաբեբա ես։ Փողի մեռած ուրիշ ոչ մի բան, Կարենից դու ոչ մի բանով չես տարբերվում։ Այդպես չի, Մագդա, ես կարևոր բան ունեմ քեզ ասելու, դրա համար եմ զանգել։ Իմ համար արդեն վաղուց ամեն ինչ մեկ է։ Ես քո նմանին ոչ ուզում եմ տեսնել, ոչ էլ լսել։ Ես եմ մեղավոր, որ քեզ վստահեցի։ Գիտես, որ Արշակը քեզ ընդհանրապես չէր վստահում, որովհետև Հայաստանից չէր ու չէր ուզում, որ դու այս տանը աշխատես։ Բայց ես նենց արեցի, որ գաս մեր տանը աշխատես, նենց արեցի, որ իմ աղբոր կյանք մտնես։ Բայց ոչինչ։ Այս ամեն ինչը ոնց արել եմ, տենց էլ քեզ ուղակի դուրս եմ շպրտելու։ Մագդա, խնդրում եմ լսի ինձ։ Դու պետք է լսես, ես էլ հնարավորություն չեմ ունենալու զանգելու։ Այս համարի մասին մոռանում ես ու երբեք էլ ինձ չես զանգում։ Հա ու մի բան էլ ասեմ, որ ես Արշակին քո ու Կարենի մասին պատմելու եմ։ Նենց որ կարած ժամանակ չկորցնես, քանի ժամանակ ունեք փախեք ուղակի։ Անտա, տեսել հացը։ Ապրես բալես։ Տատ գիտես, ինձ թվում է, որ դու ինձ դիտմամբ ուղարկեցիր խանութ։ Ինչի՞։ Էլիս ես Մի խառնվիր էր տատի։ Այս հանդիպումը համ ինձ էր պետք, համ էլ պապային երևի։ Գիտես, առաջին անգամ հանգիստ քայլեցինք։ Չկռվեցինք, խոսեցինք հանգիստ, ինձնից էր հարցնում, հարցեր էր տալիս ինձնից։ հա բալես։ Հա, հարցնում էր, ինչ մասնագիտություն ունեմ, ինչի մասնագիտությամբ չեմ աշխատում, տենց։ Բա հետո էլիս։ Հետո են, որ ասում է, որ զղջում է, ուզում է կողքս լինի, ավելի ճիշտ մեր կողքը։ Երանի ստացվեր։ Երանի այդ շանսը տայք բաբկենիս։ Տատ գիտես, ես չեմ ուզում։ Այսօր, որ խոսում էինք, համ ուրախ էի կողքը, համ էլ տխուր։ Բայց երևի ավելի շատ ուրախ էի, գիտես։ Առաջին անգամ հասուն տարիքումս կյանքումս պապայի ներկայությունը զգացի։ Ու երևի մի պահ մոռացես 10 տարիների մասին։ Բայց դիտմամբ չէ։ Երևի կարոտն էր։ Ճիշտ են ասում։ Արյունը ջուր չի դառնա։ Հա ես պապային չեմ ընդունում։ Պապայի կերպարը չեմ ընդունում ու վիրավորված եմ իրանից։ Բայց կյանքում չեմ կարա իրան նենց ատեմ, ոնց Արշակին եմ ատում։ Կյանքում։ Հետո ջանես ինչ ա եղել, ինչ հաշիվ ա, են տղու սպանության հետ ա կապված, թե նոր բան ա եղել։ Չէ, լրիվ ուրիշ թեմա է։ Ինչ ա եղել։ Կռիվ ա արել։ Հիվանդանոցի աստիճանների վրա մարդածեց է, հիմա էլ քննիչի մոտ ա։ Ում հետ ա կռիվ արել։ Հետո խոսա, որ հասկանան ոնց եմ օգնում Նորոյին։ Կարենին։ Լանայի ամուսնու մասին ա խոսքը։ Հա։ Չեմ հասկանում, Կարենը Նորոյի հետ ինչ գործ ունի, կամ ոնց են հանդիպել, ինչ ա եղել այդտեղ։ Էդո, խոսա հասկանամ, ինչ ասես մտածում եմ արդեն։ Չգիտեմ իրականում ճիշտ եմ անում, թե չէ, բայց երևի ճիշտ կլինի, որ դու իմանաս։
Ու ինչ պետք է իմանամ։ Կարենը արդեն երկար ժամանակ է, որ անհանգստացնում է Մագդային։ Ինչ, չհասկացա, ես ինչ ես խոսում։ Ալո, Լանա, Լանան չի։ ոնց Լանան չի, նոր Լանայի հետ էի խոսում։ Ես այդ կնոջը պատահական հանդիպեցի, շատ վատ վիճակում էր, հեռախոս խնդրեց, ես էլ տվեցի։ Եթե դուք իր հարազատներից եք, համոզեք թող գնա հիվանդանոց, այդ վիճակում դժվար երկար դիմանա։ Նորմալ չէր կարողանում քայլել։ Ճիշտ է, ես առաջարկեցի օգնել, ուզում էի հասցնել հիվանդանոց, բայց չթողեց։ Լավ, կներեք ինձ։ Լավ, ես հիմա ինչ անեմ, որ ճիշտ լինի, ոնց անեմ։ Էլիս ջան, չես պատկերացնում, ոնց եմ ուրախանում, որ տենց ես խոսում։ Եթե բաբկենից մի շանս տաս, մեր ընտանիքը կփրկվի։ Նորից իսկական օջախ ու տուն կդառնանք։ Չգիտեմ, տատ։ Ախր հոմենակի մուզելով չի։ Ասենք թե հա, ես էլ եմ տենց մտածում, բա նորոն։ Էլիզ, եթե նորոն զգա, որ դու էլ Ալինան էլ պապայի կարիք ունեք, ինքը կզիջի հաստատ։ Չգիտեմ, հոս։ Ճիշտ է ասում Հասմիկը։ Էլիս ջան, եթե Ալինայի ու քո մոտ մի բան փոխվի, նորոն հաստատ դեմ չի լինի։ Չէ, Հասմիկ ջան։ Ու այս այն հարցը չի, որ կռվով ու գորգռալով լուծվի իր կամքը թելադրի։ Իսկ եթե նորոին նեղացնեմ։ Ուղղակի նորոն այսքան ժամանակ ամեն ինչ իմ ու Ալինայի համար արել։ Իրան ամեն ինչից զրկել է, որ մեզ ապահովի, չեմ ուզում նորոին նեղացնեմ իմ քայլով։ Էլիզ, իսկ ուզում ես պապայիդ նորից կորցնես։ Փաստորեն այդ անասունը խաբել է Մագդային։ Ես դրան կխեղդեմ հետո, կվերացնեմ։ Արշակոպար, դու քեզ հանգիստ պահի։ Քեզ հիմա ընդհանրապես լարվել չի կարելի։ Չէ, դա անհնար է։ Ոնց կարար Մագդան տես բան անել, ոնց կարար այդքան միամիտ լիներ, ոնց է թողել իրան մոտ գա։ Դե չի իմացել։ Այդ անասունը խաբելով ընկերա ձևացել, իրար է դուրս են եկել, ման են եկել։ Երևի փորձել է Մագդային մոտ լինելով Լանային շանտաժ անի։ Կամ էլ հնարավոր է, որ իրոք այդ Կարենն ու Լանան ինչ-որ խաղի մեջ են, ես չգիտեմ ինչ մտածեմ։ Չէ, դու այդ երբվանից են մի օրվա ընկերներ ինչ-որ տեղ գնում իրար հետ դուրս գալի։ Վայ Մագդա։ Արշակոպար, ես Մագդայի հետ այդ թեմայով շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել, ու ինքը իր սխալը հասկացել է։ Ես հիմա հասկանամ Նորոյի հարցը ինչ եմ անում, օգնեմ այդ տղուն։ Ու հետո Մագդայի հետ կխոսամ, են էլ ոնց կխոսամ։ Չէ, էլի Արշակոպար, պետք չի Մագդայի հետ ոչ մի բան մի խոսա, առանց այդ էլ հիմա լարված է։ Ինչը պետք չի, դու ինչը պետք չի։ Ես իրան 1000 անգամ ասել եմ, որ չխափի ինձ։ Որ ինչ լինում է իր կյանքում ասի ինձ։ Ով հայտնվում է իր ճանապարհին ասի, բայց այսքան բանի մեջով անցել է ու լռել է, ու միջև հիմա։ Բա որ հանկարծ Նորոն այսօր այդտեղ չլիներ, հա։ Բա որ այդ հանդիպումներից մեկի ժամանակ այդ անասունը իրան ավելորդություններ թույլ տար։ Ինչ ենք անելու, հետո ինչ։ Դե կարևորը ոչ մի լուրջ բան չի եղել, Արշակոպար, Մագդան էլ լավ է։ Չէ, դու ինձ չհամոզեցիր։ Բա ինչ ասում։ Ինչի է մոտեցել, ինչ է ասել։ Դա ասել է, որ Մագդային հիվանդանոց կանչել է իր ու Լանայից ուղակն է եղել։ Ինչ։ Բայց ինձ թվում է դիտավորել է ասել։ Տենց է ասել, որ Մագդային լարի Լանայի դեմ։ Իսկ եթե տենց չի։ Եթե ճիշտ է ասել։ Չգիտեմ, Արշակոպար։ Ինձ թվում է Լանան Կարենի ուզած փողերը չի հասցրել, դրա համար էլ համ Լանային է փորձել վատություն անի, համ էլ Մագդայի միջոցով փող պոկի,
Որովհետև եթե Լանան իրոք Մագդայի մաման է, ես չեմ կարծում, որ ինքը այնքան չարությամբ լցված լինի, որ տենց վատություն անի այն երեխուն, ում 23 տարի չի տեսել։ Ես դրա գլուխը փոկելու եմ հետո։ Դա երազելու է հանգիստ կյանքի մասին։ Հասկանամ Նորոյի գործը ինչ եմ անում ու դրանով եմ զբաղվելու։ Գետնի տակից է լինի, գտնելու եմ դրան։ Չէ հաս։ Հիմա չէ։ Մի քանի օր առաջ որ իմացա եկել է, ամբողջ սրտով ուզում էի որ գնա։ Բայց հիմա որ հիշում եմ ինչ զգացի երբ ձեռքս բռնեց, հասկանում եմ որ իր կարիքը շատ ունեմ։ Հասկանում եմ որ ուզում եմ կողքս լինի։ Որ իմ կյանքի ուրախ ու տխուր պահերով իր հետ կիսվեմ, որ խորհուրդները լսեմ։ Էլիս դու հաստատ ճիշտ ուղու վրա ես։ Պապայիդ ներկայությունը համ քո կյանքը կթեթևացնի, համ էլ Արշակը կհասկանա, որ պետք է իր սահմանները չանցնի։ Հա հաս, այդ մեկը ճիշտ ես ասում։ Նորոն հանուն արևի ձայն չի հանում։ Ես էլ շատ բան չեմ կարող անեմ։ Բայց այ Պապան միակ մարդն է, որ առանց խղճի խայծ զգալու Արշակին դեմ դուրս կգա։ Ու ես էլ ինչով կարողանամ իրան կօգնեմ։ Ապրես բալես։ Ես վստահ եմ, որ դու ինձ կհասկանաս։ Տատ ջան։ Ուզում եմ, որ իմանաս, որ այս ամեն ինչը մենակ մեր համար չեմ անում։ Կամ մենակ նրա համար, որ Պապան Արշակի դեմ դուրս գա։ Անում եմ, որովհետև ուզում եմ դու էլ թեթևանաս, մի քիչ հանգստանաս։ Ես գիտեմ, որ դու շատ ես տանջվում, ուղղակի մեր համար ձայն չես հանում։ Ես պիտի փրկեմ մեր ընտանիքը։ Շնորհակալ եմ, որ օգնեցիր։ Այդ ես եմ քեզանից շնորհակալ, Նորո ջան, որ փրկել ես Մագդային։ Ես այդ Կարենին սատկացնելու եմ։ Նորո ես Արշակին ամեն ինչ պատմել եմ, որովհետև այս հարցը գնալով խճճվում է։ Իսկ այդ Կարենը սկսել է արդեն առանց վախենալու գործել, շատ վտանգավոր է։ Մենք պիտի հնարավորինս արագ դրա դեմն առնենք։ Լավ, եկեք գնանք մի հանգիստ տեղ խոսենք։ Ես զգում եմ, որ դուք ինձ շատ բան ունեք պատմելու։ Ալին շատ դասուն ես անելը։ Չէ, համարյա ավարտում եմ։ Ինչի։ Չէ, ուղղակի հարցրի։ Լավ ես զգում քեզ։ Հա, էլ։ Այս տեղերը անկեղծ օգնել են։ Այն գլխապտույտներ չունեմ։ Չեմ ուզում ժամանակից շուտ ուրախանալ, որովհետև պետք չի էլ։ Բայց ինձ թվում է լավանում եմ։ Դու հաստատ լավանալու ես։ Ու այս ամեն ինչի մասին չես էլ հիշելու։ Դե հա, երևի։ Երևի չէ, հաստատ։ Ալին։ Հա ջան։ Քեզ միշտ մի բան եմ ուզեցել հարցնեմ, բայց փոշմանել եմ քեզից։ Դե հիմա առանց փոշմանելու ասա։ Դու մեր պապայի մասին մտածում ես հեչ։ Չես կարոտում։
Էլ մարդուն կարոտելու համար նախ պետք է իրան ճանաչել։ Իսկ ես այդ մարդուն հազիվ եմ հիշում։ Իսկ հիմա կուզենայի ճանաչեիր։ Օրինակ, եթե ստեղ լիներ, ուզենար հետդ շփվեր, կշփվեիր։ Իհարկե չէ, Էլիզ։ Ումա պետք իրա գալ այսքան տարի հետո։ Դուք երբանից եք իմացել, որ այդ Կարենը Մագդայի շուրջը պտտվում է։ 2 օր առաջ Մագդան լացելով եկավ պատմեց։ Նեղացել է Մագդային։ Փորձել է հոգեբանորեն ճնշել։ Լանայի հետ կապված ակնարկներ է արել ու հետո չի շարունակել։ Ես սատկացնելու եմ դրանք կտոր անում։ Ես չհասցրեցի իմանամ, թե ինչ է ասել։ Հենց տեսա Մագդայի ձեռքը քաշում է, Արունը տվեց գլխիս էլ ոչ մի բան հաշվի չառա։ Մագդայի աչքի առաջ կռիվ սարքեցի։ Հա, պատմել է դա։ Ու ինչ է ասել այդ աննասունը։ Ինչի եթե գա ու ասի 10 տարի ինչի չի եղել մեր կյանքում։ Ու այդ ինչ պետք է ասի, Էլիս։ Ինչ բացատրություն պետք է տա քեզ այն մարդով 10 տարի ապրելա առանց իր երեխեքի մասին ինչ որ բան իմանալու։ Դե չգիտեմ, օրինակ ինքն էլ է վատ վիճակում եղել կամ խնդիրներ ունեցել լուրջ մարդկանց հետ ու ստիպված եղել կապը կտրի։ Լավ էլի, Էլիս։ Կլինի փակես այս թեման։ Ես չեմ ուզում էլ լսել։ Ես ոչ մամա ունեմ, ոչ էլ պապա։ Ու ես սովորել եմ արդեն հարմարվել եմ։ Մեկ-մեկ այնքան եմ նեղվում, որ ուզում եմ լացեմ։ Բայց քեզ թվում է ես չէի ուզի դասարանցիներից մոտ խոսայի, պատմեի մամայից ու պապայից, որ ծնողական ժողովներին իմ ծնողները գնային։ Բայց չկա այդ հնարավորությունը։ Ու չի էլ լինելու։ Եթե պապան գա ու բացատրի, կարող է լինի քո մոտ այդ հնարավորությունը ալին։ Ինչի բացեցիր այս թեման։ Ուղղակի ուզում եմ իմանալ ինչ ես մտածում։ Ես չեմ մտածում, Էլիս։ Ես այդ մարդու մասին չեմ ուզում մտածեմ։ Ալին, ես ուզում եմ գոնե դու զգաս այն, ինչ մենք փոքր ժամանակ չենք զգացել։ Հենց ես խոսում ոնց որ այդ մարդը արդեն ստեղ է։ Ու ամենավատն է նա, որ Մագդան հավատացել է։ Ու տրամադրվում է Լանայի դեմ։ Ես տեղում պետք է դրա վիզը կտրած ելնեի, ոչ թե։ Լավ, դրա հարցերը ես կլուծեմ։ Հիմա կարևորը որ հասկանամ, թե ինչ է կատարվում Լանայի հետ ու ընդհանրապես ուրա ինքը։ Բուժքույրը Մագդային ասել է, որ վիճակը վատ է եղել։ Այդ անասունը հաստատ Լանային էլ է վախեցնում։ Իսկ ես չեմ ուզում հիմա Լանային արդարացնեմ։ Ոչ էլ ուզում եմ, որ Մագդան ատի իրան։ Այդ ահավոր կլինի։ Նա այդ հաստատ։ Մենք չգիտենք ինչքան կարանք այս գաղտնիքը պահենք։ Չգիտենք հետո ինչ կլինի։ Հնարավոր է որ ամեն ինչ պարզվի։ Ու ընդհանրապես ճիշտ չի լինի, որ Մագդան մորը ատի ու մտածի, որ մայրը իրան փողի համար է օգտագործել։ Դե հա։ Ես արդեն սկսում եմ ինձ տրամադրել, որ
Օրերից մի օր Մագդան իմանալու է ճշմարտությունը։ Բայց դու ուզում ես որ չիմանա, չէ՞։ Ես չգիտեմ կհաջողվի վերահասկելս իրավիճակը։ Բայց ես ամեն ինչ կանեմ։ Բայց նաև պետքա պատրաստ լինենք հակառակ արդյունքի։ Շատ դժվար իրավիճակ է։ Հա, շատ։ Մագդան իմ կյանքն է։ Ես ամեն ինչ կանեմ, որ ինքը չի հաստափվի ու ցավ չզգա։ Բայց այդ մենակ ինձնից չի կախված։ Ես չգիտեմ Լանան կհասկանա ինձ։ Կշարունակի հանուն Մագդայի հանգստության լռել, թե ամեն դեպքում չի դիմանա ու ճշմարտությունը կասի։ Ինձ թվում է, եթե Լանան ուզեր ասեր, այդքան հարմար առիթ բաց չէր թողնի։ Ամենայն դեպս Մագդայի կողքին է քնել արթնացել։ Կասեր էլի։ Դե երևի սկզբում ուզեցել է ճանաչի։ Հետո կամաց կմոտենար, դրա համար էլ չի շտապել։ Չէ, դու ճիշտ ես ասում, Արշակ։ Հաստատ պետք չի, որ Մագդան ատի Լաննային։ Այդտենց հաստատ հետո ավելի դժվար կլինի։ Արդեն ուշ է։ Մագդան մի քանի անգամ կրկնեց, որ ատում է Լանային։ Ես իրան ասացի, որ այդ Կարենի ասածները հալածյուղի պես չընդունի։ Բայց մարդը ասում է, որ Կարենը իր պատճառով է հայտնվել։ Ու ես չգիտեմ մենք ինչ պիտի անենք, որ Մագդայի մոտ կարծիք փոխվի։ Չգիտեմ ինչ ախպերս, բայց ես հենց հիմա ուզում գտնեմ այդ անասունին։ Ինչքան շուտ այնքան լավ։ Լավ կգտնենք նոր ու գետնի տակից է լինի կգտնենք։ Բայց հիմա եկեք դուրս գանք։ Եթե քեզ բաժնից զանգեն, ինձ իմացարա։ Արշակ դու ինձ արդեն օգնել ես։ Մնացածը ես ինքս։ Ասեցի իմաց կանես։ Դե չէ, ուղղակի իրավիճակն եմ քննարկում, ուզում եի կարծիքդ իմանայի։ Արի փակենք, հա թեման։ Ալո, Էլի ջան, ո՞նց ես բալես։ Ինչ ես անում։ ոչ մի բան, Ալինայի հետ էի խոսում։ Ո՞նց է Ալինան։ Նորմալ է։ Քո մասին էլ խոսեցի ու ասեմ, որ մենակ Նորոյի հարցը չի, որ լուրջ է։ Ալինան շատ վատ է դրամադրված։ Ինչ էր ասում։ Դե այն, որ ոչ ուզում է լսի քեզ, ոչ էլ տեսնի։ Ու հասկանում ես, չէ, որ այդ քիչ բան չի։ Ինչ ես անելու, պապ, որ քեզ հասկանանք։ Էլիս դու արդեն քայլ արել ես։ Ու խնդրում եմ շարունակես տենց մնալ կողքիս։ Ես խոստանում եմ, որ ինձ չխնայելով ամեն ինչ անելու եմ ձեր համար։ Խոստացի, որ ինձ չես հիասթափեցնի։ Խոստանում եմ, բալես։ Ես հիմա բացի ձեզնից ուրիշ ոչ մեկ չունեմ կողքիս։ Ումա պետք մենակ մարդը։ Եթե դուք էլ ինձ չներեք, ուրեմն պիտի գնամ ուղղակի ապրեմ ու սպասեմ մեռնելուս։ Չէ, տենց մի ասա։ Դե բա ումա պետք մենակ մարդը։ Մենակ չես մնա, եթե ապացուցես, որ իրոք զղջացել ես։ Կապացուցեմ, խոստանում եմ կապացուցեմ։ Ճիշտ եմ հասկացել։ Հորդ հետ էիր խոսում։
Հա, տատ։ Ինչ ասեց։ Դե ինձնից էր հարցնում ոնց եմ, ինչ եմ անում։ Մի քիչ էլ Ալինայից խոսեցինք։ Տատի Ալինան շատ վատ է տրամադրված, չգիտեմ ինչ ենք անելու։ Խոսել ես Ալինայի հետ։ Հա, ու շատ ազդվեց այդ թեմայից։ Հնարշակ ասա, որ նորոյին բաց են թողել։ Հա, բաց են թողել։ Բայց դու ինձ ահագին բան ունես բացատրելու։ Ես ինչեր եմ լսում։ Փաստորեն քո կյանքում նոր ընկերներ են, հա, հայտնվել։ Արշակ, Ինչ Արշակ։ Ինչ Արշակ Մագդա։ Դու հասկանում ես ինչ ես արել։ Բա որ այդ Կարենը քեզ վնասեր։ Բա որ հետդ վատ վարվեր, ես ինչ էի անելու։ նախ կլինի դու մի հատ չգորաս։ Չեմ կարա, Մագդա չի ստացվում, չեմ կարում ինձ կառավարեմ։ Որ մի բա պատկերացնում եմ այդ անասունը քեզ վախացրել, չգիտեմ ինչեր է խոստացել։ Արունը գլխիս է տալիս։ Դու հասկանում ես։ Կասես ուրիշ ինչ անեի։ Ինձ ասում էր, որ իմ մասին ամեն ինչ գիտի։ Գլուխը պատին էր տալի այդ Կարենը։ Լավ, ես չեմ հասկանում, դու այդքան միամիտ ես, հա։ Դու չես հասկանում, որ իրան ուղղակի քո փողերն ա պետք։ Այդքան բան ուրիշ ոչ մի բան պետք չի։ Արշակ, դու չես պատկերացնում ինքը ինձ ինչեր էր ասում, ինքը ինձ ասում էր, որ Ես գիտեմ ինչ էր քեզ ասում, գիտեմ։ Ասում էր, որ քո կյանքը քոնը չի, չէ։ Այն ինչ որ դու ապրում ես սուտ է։ Այն ինչը որ հիմա քեզ շրջապատում է սուտ է, չէ։ հա, տենց էր ասում։ Ու դու իրան հավատալով, իր հետևից գնալով ինձ ես սուտ անել։ Չէ, Արշակ, այդ տենց չի եղել։ Հա, Մագդա, տենց է։ Ես արդեն սկսում եմ կասկածել, որ քո կյանքում ամենակարևոր մարդն եմ։ Դու ամեն ինչի վրա թքած ունես։ Դրա համար էլ ինչ ուզում անում ես, չէ։ Արշակ ինքը անընդհատ Լանայի անունն էր տալիս։ Անդադար ինձ ու Լանային իրար հետ էր կապում։ Դրա համար իր ասածները սկսեցին ինձ հետաքրքրել։ Ու ես հասկացա, որ հա Լանան մեզնից ինչ-որ բան թաքցնում է։ Ալինան երեխա է։ Կկարողանանք բացատրել։ Այստեղ գլխավոր հարցը Նորոնն է։ Նորոնն է, Էլիս։ Բարև ձեզ։ Այդ ինչ էիք խոսում։ Նորո ջան, ես ոնց ներս մտար չնկատեցինք։ Սովորական դուռը բացեցի ներս մտածած։ Դուք էլ լարված խոսում էիք։ Այդ ինչ պետքա ես իմանամ։ Այդ ինչ եք իմ անունը տալիս, ինչ կա քննարկելու, ինչ կա խոսելու։ Չէ, ոչ մի բան նոր, ուղղակի խոսում էինք։ Էլիս ոնց թե ոչ մի բան։ Եթե կարևոր բան կա, որ պետքա իմանամ, հիմա ասեք։ Եթե քննարկելու բան կա, քննարկենք, անցնենք առաջ։ Արշակ, խնդրում եմ ասա, որ նույն զգացողությունը դու ես ունեցել։ Խնդրում եմ ասա, որ դու էլ ես նկատել, որ ինքը տարօրինակ է, որ ինչ-որ բան է թաքցնում։ Ես գիտեմ, որ ձեր շփումը լրիվ ուրիշ փուլի էր հասել։ Բայց այդ կապ չունի։ Դու ինձ չես ասել, որ ինձ չցավացնես։ Բայց ասա, որ գոնե փորձել ես իրան հարցնես, ուղղակի Լանան ոչ մի բան չի ասել։ Ագդա մենք հիմա քո մասին ենք խոսում, ոչ թե իմ։ Դու էլ առաջվա պես ինձ հետ չես կիսվում, չես վստահում ինձ։ Ես ուրիշներից եմ իմանում, որ իմ քույրը խնդիրներ ունի։ Այդ ճիշտ է։ Ես այդքան վատն եմ, վախենալու եմ։
Ես ուղղակի չեմ կողմնորոշվել ինչ անեմ։ Ես հենց զգացել եմ, որ ինքը առիթավորվում է, միանգամից Էդոյին եմ ասել։ Բայց ինչի պետք է ինչ-որ մի հատ կարեն քո շուրջը պտտվեր, հա? Ո՞վ է ինքը։ Ով է ինքը, որ իրան թույլ ես տվել մտնի քո կյանք, դա հերիք չի մի հատ էլ խառնի քո անցյալը, քո ներկան։ Ով է ինքը։ Ինչի իմ անցյալում ինչ-որ բան կա, որ ինչ-որ մեկը կարա խառնվի։ Այդ ես ուղղակի օրինակ եմ ասում, Մագդա։ Ինձ մենակ Լանայի փաստն անհանգստացրել։ Ես անգամ չեմ իմացել, որ Կարենը Լանայի ամուսինն է։ Հիմա ինչքան էլ արդարանաս, մեկա չեմ հավատալու։ Առավել եւս, որ դու Կարենի մասին ոչ մի բան չես լսել։ Ոնց ես դու իրան հավատացել։ Ոնց ես թողել, որ խառնի կյանքդ։ Գլխիս մեզ չի տեղավորվում, Մագդա։ Չեմ հավատում, որ ես իմ քույրն է։ Դու չես հասկանում, որ քո մասը ծրվի, ես չի ապրի, Մագդա։ Ուղղակի չի ապրի, դու հասկանում ես։ Արշակ, խնդրում եմ, կներես ինձ։ Ես մի անգամ էլ փորձի հասկանաս ինձ, ուղղակի խնդրում եմ։ Մագդա, միշտ հիշի, որ այս կյանքում մենակ ինձ ունես։ Մենակ ինձ, իսկ ես քեզ։ Մենք պետք է վստահենք իրար։ Այս աշխարհում չկա մեկը, որ ինձնից ավելին քո մասին մտածի։ Ես իմ կյանքը պատրաստ եմ քո համար տալ։ Պատրաստ եմ մեկի կոկորտը կտրեմ, որ քո կյանքը կխառնի։ Ու այդ ցուցակում արդեն մի հոգի կա։ Արշակ, խնդրում եմ, տենց բանի մասին չմտածես։ Կյանքում չմտածես, որ դու կարաս իրանց համար քո ձեռքերը կեղտոտես։ Խնդրում եմ քեզ, արի ուղղակի մոռանանք իրանց։ Իրանք այդքան չկան, որ փչացնեն մեր կյանքը։ Ես հիմա ատում եմ Լանային։ Ատում եմ իրան, որովհետև ինքը մեզ խաբեց, ինքը եկավ քո կյանք մտավ։ Ու քո կյանք մտավ նրա համար, որովհետև տենց քեզ թալանելը հաստատ ավելի հեշտ էր իր համար։ Իրանք չէին սպասում, որ ամեն ինչ սենց է գնալու ու սենց շրջադարձա լինելու։ Չեղավ, Մագդա։ Մի խոսա տենց։ Հնարավոր է, չէ, որ Լանան պայքարել այդ Կարենի դեմ, բայց չի ստացվել։ Հերիք է, Արշակ, հերիք է դու Լանային պաշտպանես։ Այդ քո ասած Լանան այսօր իմ ու Կարենի հանդիպումներ կազմակերպել։ Չնայած ինչ։ Դե այսօր անծանոթ համարից էր ինձ զանգել։ Ես իհարկե հետը չեմ խոսել։ Հետը չեմ խոսել, որովհետև ես չեմ վստահում իրան։ Դու չես պատկերացնի ես ինչքան հիասթափված եմ։ Եթե իրոք ինքը այդքան բարի ու մաքուր կին լիներ, ինքը կասեր ինձ ով է Կարենը։ Հիշում ես մեր առաջին հանդիպման օրը ինքը կասեր, որ Կարենը իր ամուսինն է։ Գիտեմ, Էդոն ինձ ասել է դրա մասին։ Բայց Լանան ինչ էր ասում։ Ինչ համարից է զանգել, տուր այդ համարը ինձ։ Իմաստ չունի, ես այդ համարին հետ եմ զանգել։ Ինչ որ անծանոթ կին էր, ասեց, որ Լանային փողոցում է տեսել շատ վատ վիճակում ու վնասվածքներով։ Բայց ինձ արդեն էտել է մեկ։ Թող գնա ապակինվի, մենակ մեր ընտանիքից հեռու լինի։ Դե քո ու Մագդայի հարցն ենք քննարկում։ Մտածում ենք, որ Արշակի ընտանիքին պետք է մեր կյանքից ջնջենք, բայց քո մոտ այդ շատ դժվար կստացվի։ Էլիս պետք չի խաբել։ Տատ։ Մեկը իմանալու է։ Ինչ տարբերություն հիմա թե երկու օրից։ Ինչ պետք է իմանամ։ Տատի։ Էլիս կլինի սուս մնաս։ Կթողես տատին խոսը։ Տաճան, եթե ինչ-որ բան կա, որ պետք է իմանամ, ավելի լավ է հիմա ասեք։ Լավ։